Մասկատում մեկնարկել են Ամերիկա-Իրան անուղղակի բանակցությունները Օմանի միջնորդությամբ, որոնց արդյունքներից է կախված Սպիտակ տան ղեկավարի ինչ զարգացումներ կունենա երկկողմ լարվածությունը։ Թեհրանը հայտարարել է, թե պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները, մինչդեռ Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել օրակարգը, ներառելով Իրանի բալիստիկ հրթիռների սահմանափակմանը, տարածաշրջանային զինված խմբավորումներին Իրանի կողմից աջակցությանն ու սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին վերաբերող հարցեր, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել է, եթե կողմերն այս հանդիպմանը համաձայնության չգան, վատ բաներ հավանաբար կպատահեն։ Մոսկվան Ուկրաինային է մեղադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության բարձրաստիճան գեներալի դեմ այսօր իրականացված մահափորձի համար։ Արտգործնախարար Լավրովը պնդել է, թե Կիևը փորձում է խափանել պատերազմը դադարեցնելու ջանքերը։ Կիևից որևէ մեկնաբանություն առայժմ չի հնչել։ Միջադեպը տեղի ունեցել այսօր առավոտյան։ Անհայտ անձը թիկունքից կրակ է բացել գեներալ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Գեներալի առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, հայտնի է միայն, որ նա հոսպիտալացվել է։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համաձայն են, որ անհրաժեշտ է վերսկսել միջուկային բանակցությունները, հայտարարել է Կրեմլը Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջուկային զինանոցը սահմանափակող New Start պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո։ Կա փոխըմբռնում եւ սա քննարկվել է նաեւ Աբու Դաբիում, որ երկու կողմերն էլ կգործեն պատասխանատվությամբ եւ կճանաչեն այս հարցի շուրջ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտությունը, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ New Start-ը, որը սահմանափակում էր Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջուկային կարողությունները, ստորագրվել էր նախկին նախագահներ Օբամայի եւ Մեդվեդևի միջև Պրահայում 2010-ին։ Միացյալ Նահանգների գործող նախագահը հայտարարել է, որ այն վատ բանակցված փաստաթուղթ էր եւ լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Վաշինգտոնը մասնավորապես պնդում է, որ նոր համաձայնագրում լինի նաեւ Չինաստանը։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում այսօր մեկնարկող խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության կապակցությամբ, պնդելով, թե այն քաղաքականապես լարված եւ անջատողական է։ Նիկիտա Ռախմանին եւ Կարինա Ակոպովա զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո։ Նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է լինի ապաքաղաքական, ակնհայտորեն հակասում է օլիմպիական արժեքներին, բողոքել է Բաքուն։ Այսօրվա Օլիմպիադայի բացմանը գեղասահորդները կտանեն Հայաստանի դրոշը։